Դավիթը շատ խելացի տղա է եղել, դպրոցում լավ է սովորել, խելոք է եղել, բայց տանը չարություններ արել միշտ։ Մեր տարիքային տարբերությունը, որ շատ չի եղել, ես չեմ էլ մտածել, որ ինքին փոքր եղբայրն է, հատկապես մեծ տարիքում։ Ավելի շատ հիշում եմ, որ հոգ եմ տարել միշտ իր մասին։ Իրար հետ հաց էինք ուտում, ես է իրան տալիս, որ ինքը ուտեր։ Միշտ մի ամանից ենք կերել իրար հետ։ Ու եթե ինչ-որ տեղ էինք գնում, ես ոնց որ միշտ մամայի դերում լինեի, ու հիմա էլ իմ կարգավիճակը ոնց որ չի փոխվել, որ փոքր եղբայրներ ունեմ ու տարիքային տարբերությունը ավելի մեծ է։ Բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ շատ էինք վիճում իրար հետ, որովհետև լրիվ տարբեր ձև էինք մտածում ու այդ ընդունված կանոնա, որ քույրեր ու եղբայրները միշտ իրար հետ վիճում են, բայց դրանից այդ կապվածությունը չէր փոխվում։ Դպրոցում շատ խելացի է եղել, շնորհքով, ուսուցիչներին միշտ սիրել են։ Իր ուժերով պարապեց, պոլիտեխնիկ ընդունվեց։ Սեպտեմբերից գնացել է պոլիտեխնիկ, ուսանող էր, հետո բանակ գնաց դեկտեմբերին։ Ինքը սրտի հետ կապված խնդիր ուներ, առիթմիա ուներ։ Իրան հետազոտեցին, բայց ասեցին, որ բանակ գնալու ենթակա է ինքը։ Բայց երբ որ ինքը գնացել էր, այնտեղ իրեն վազքից ու շատ վարժություններ կար, որոնցից ազատել էին ու սպա կար, որ իրեն ասել էր, քեզ չպետք է բանակ բերեին, բայց ինքը մեզ չէր ասել։ Ինքը նույնիսկ երկար արձակուրդ էլ չի եկել, որովհետև այդ կորոնայի ընթացքն էր։ Մենք իրան այդպես 17-ին գնացել է բանակ, դեկտեմբերի 29-ին բաց դռների օրեր իրան Զորամասում, այդ ժամանակ ենք գնացել, հետո մինչև այդ կորոնայի սրացումը մի կիրակի օր ինքն է եկել, այդպես զինվորներին թողում էին մի քանի ժամով կիրակի օրերին հերթով ինչ-որ մեկը որ գար, անակնկալ էր արել մեզ, մենք չգիտեինք, որ գալու էր։ Աշտարակի մուղն, հակաօտային էր ինքը, այնտեղ մուղնիում երթման արարողությունը եղավ, իր արդեն 9-րդ ամսում արդեն տարան Ղարաբաղ, Մարտակերտի շրջան, Փապրևենտ, տենց էր ասում։ Գնացել են, մենք էլ որ չենք գնացել Ղարաբաղ իրենց տեսնելու։ Ինքը գոհ էր, լավ էր, միշտ զանգում էի, ամեն երեկո զանգում էի։ Հենց զանգում էի, ասում էի դավս, մեր հաճան, ու հետո նոր խոսում էր։ Ինքը չի դժգոհել ոչ մի բանից։ Դրա 24-ին, թե 23-ին ես իրեն Բասիլկա եմ ուղարկել։ Կոնֆետներ տենց, ինչ-որ անհրաժեշտ էր իրեն։ Երևի 24-ն էր ուղարկեցինք, 25-ին հասել էր, զանգեց, ասես ապրես մամ։ Ասի ինչ ես ապրես ասում, Դավթան, մենք միշտ պարտական ենք ձեզ։ Ես անկեղծ ասած երբեք անհանգստություն չեմ զգացել, բայց ինքը իր կուրսընկերուհուն ասել էր, որ բանակ գնամ, հետ չեմ գալ։ Քսանյոթին առավոտ արթնացա, բայց շատ անհանգիստ էի։ Դեռ չէի տեսել տելևիզորով լուրերը։ Հետո իմ հեռախոսին նորություններ եկավ, պատերազմ Ղարաբաղում, բան չարեց, ասի երևի հին բաներից է։ Հետո եկան, արդեն լուրերով տեսա, ու արդեն սկսեցի զանգել, բայց Դավիթս չէր պատասխանում։
մեր Քարակերտից մի հատ տղայի հետ էր։ Ասեցի զանգեմ իր մամային, տեսնեմ խաբար ունեն, կարող Դավիթն էլա զանգելի։ Ասես չէ, Արմինեն ասես չէ, խաբար չունեմ, բայց որ տղայիս զանգեմ, կասեմ, որ զանգի Դավիթին։ Այդտենց ամբողջ օրը լուրերով նայեցինք բան, արդեն 12-ն էր երևի, 11-ը գիշերը գնացի ես պարկա, առավոտյան պետքա գնայի գործի։ Պարկա ամուսինս էստեղ էր, դե անհանգիստ էր, լուրերով նայում էր, տեսներ ինչ նորություն կա։ Ամուսինս գնաց դուրս, արդեն հեռախոսով էր, դուրս էր, գնացել էր, որ հեռախոսով տեսներ ինչ կա, ու այդ պահին անուններն էին գրել, զոհվածներ։ Ամուսինս եկավ գոռաց, ես մի անգամից հելա, արդեն ժողովուրդն է մեր դարպասը փակ էր, արդեն փակում ենք, որ քնեինք։ Հարևաններն եկան, դուռը բացեցին, եկան տունը։ Այդ ձևով մնացանք։ Գյուղում ավելի շուտ են իմացել, մոտ ժամը 8-9 կողմերը համայնքապետարան ուղարկել են արդեն գրություն, որ զոհվել է։ Բոլորը իմացել են ու որոշել են, որ մեզ չասեն գիշեր ուշ ժամի, որ առավոտյան մեզ ասեն, բայց մենք այդպես պատահական իմացանք։ Բոլորը մեր տան մոտ հավաքված են եղել ու մեր ձայներից արդեն ներս են մտել։ Հաջորդ օրը չեն բերել, ամսի 29-ին են բերել։ Մենք չենք տեսել իրան, փակ է եղել։ Իրա դեպք եղել էր առավոտյան 6:30։ Հենց առաջինը իրանց են, որ հակաուտային էր դրա համար, հենց առաջին իրանց էին բանարել։ Ինքը տեխնիկայի մեջ ա եղել, ու իրանց զորամասից այդքան չեն զոհվել, հենց առաջի օրը Դավիթ սա եղել, իրա հետ ոնց որ թե սերժանտ ա եղել, ու իրա հերթը չի եղել, դե հերթով են կանգնում, չէ։ Ինչ որ մեկը իրա տատիկին, թե պապիկին գնացել ա, որ հուղարկավորելու, ասել են Դավիթն թող գա, ինքը տիրապետում ա դրան։ Ու գնացել ա։ Դավիթի մանկության ընկերն էլ զոհվեց, նոյեմբերի 1-ին ա զոհվել, բայց իրան ուշ են գտել։ Ու հետո նոյեմբերի 9-ն եմ եկել լավ հիշում, որ եթե սեպտեմբերի 27-ին ուղղակի որ ցավ էր, նոյեմբերի 9-ին հիասթափություն էր, որ անիմաստ էր, ոնց որ այդ ամեն ինչ չնայած ես կարծում եմ, որ այդքան էլ անիմաստ չէր, որովհետև այն որ արցախցիները դեռ մնացին ու ողջ մնացին, այդ բոլոր զոհվածների շնորհիվ էր, ուղղակի հերոսի քույր ես կամ ընտանիքի անդամ, այդ հպարտությունն է, բայց երբ կորցնում ես այն անուն, ինչի արյունն է թափվել, երազանքները կիսատ մնացել, այդ արդեն ոչ մի հարդարացում չունի, որ քեզ ինչ-որ կերպ սփոփես, թե ինչի այդպես եղավ, որ գոնե ինչ-որ բան գտնես հասկանալու համար, թե ինչի գոնե հենց քո եղբայրը կամ ինչի առհասարակ այս ամեն ինչը եղավ։ Անկեղծ ասած ինձ միշտ թվում է, որ այս ամեն ինչը հաղթահարել եմ, բայց վերհիշելուց ամեն անգամ ավելի ծանր են զգացողությունները, երբ որ գիտակցում ես, որ տարիները անցել են։ Քանի ամսից արդեն կլինի 5 տարի ու մեկ մեղավոր ես զգում, որ չես հիշում կամ մոռացել ես իր ձայնը ոնց էր։
գյուղի բոլոր տղաները, ովքեր իր հետ շփվում էին, ինձ բոլորը քուրիկ են ասել, ոչ մեկի անունը չի տվել։ Ոնց որ մանավանդ այս փողոցում ես բոլորի քույրիկն էի, էլի։ Բոլորը ինձ այդպես էին դիմում, ու հիմա շատ ծանր է, որովհետև տարիների հետ ամեն ինչ փոխվում է։ Հենց առաջինը մտածել եմ Գոհարիս մասին, որ ինքը թակ չմնար, երկրորդ հերթին մեր մասին եմ մտածել, որ այս տանծուխը չմարեր։ Անկեղծ ասած, ես այդ ամբողջ ընթացքի հենց մեջտեղում եմ եղել ու իմ կողքը ոչինչ չի անցել։ Շատ երկար ճանապարհ անցանք։ Սկզբից բուժումներ, հետո այդ էկոն, որը առաջինը չեղավ, հետո մենք ծրագրով զոհվածների ընտանիքներին հասնում էր։ Հետո ես նորից նախարարություն նամակ գրեցի, երբ որ առաջինը չեղավ ու խնդրեցի, որ ոնց որ մեզ եւս մեկ անգամ ֆինանսավորեն ու մենք կարողանանք երկրորդ անգամ փորձել ու ստացվեց։ Ու ես սկզբից էլ վստահ եմ եղել, որ զույգ բալիկներ են լինելու, բայց շատ էի ուզում, որ տղա ու աղջիկ լինեն, որովհետեւ միշտ ուզել եմ քույր ունենամ։ Բայց դժգոհ չեմ, որ երկու տղա են ծնվել։ Բժիշկը այդքան էլ ուրախ չէր, որ զույգ են, որովհետեւ մամայի առողջական խնդիրների հետ կապված զույգ բալիկները ավելի մեծ ծանրաբեռնվածություն է իր օրգանիզմի համար։ Իսկ այն որ տղաներ են եղել, հա դրա մասին սկզբից բժիշկն է իմացել, հետո ես։ Ու հետո այդպես քանի որ իրանց գոյությունը արդեն մեր կյանքում ինչ-որ բան փոխել էր, ես որոշեցի, որ իրանց սեռը իմանալն էլ թող ուրիշ կերպ լինի, այդպես փոքրիկ միջոցառում կազմակերպեցի, մեր հարազատները, հարևանները հավաքվեցին ու այդպես իմացանք, որ երկու տղա են լինելու։ Ու ծնվեցին Դավիթն ու Տիգրանը։ Մենք ուզում ենք, որ Դավիթի անունը դնենք, բայց Գոհար ուզում էր Դավիթի անունը չդնենք։ Չէի ուզում, որ նոր Դավիթի մեջ հին Դավիթին ման գան։ Այդպես, բայց հայրիկս ասաց, որ չէ, պետք է անպայման լինի, ես էլ նույնիսկ ասում էի, ոնց պետքա որոշենք ում անունը Դավիթ դնենք, հետո մեծանալու են ասեն ինչի իմ անունը չես դրել Դավիթ։ Ասեց առաջինը որ կծնվի, այդպես կանենք, ուղղակի ոչ մի այլ փաստ չի լինի։ Ուղղակի ով որ առաջինը կծնվի, իր անունը Դավիթ կդնենք։ Ու ես որոշեցի, որ մյուսի անունը պետքա Տիգրան լինի, որտեղ շատ եմ սիրում այդ անունը։ Շատ դժվար է եղել այդ ընթացքը իրանց ծնվելուց հետո էլ, որովհետև իրանք շուտ ծնվեցին ժամանակից, մի քիչ թերհաս էին ծնվել, մոտ 10 օր հիվանդանոցում մնացին, հետո նոր եկանք տուն։ Դժվարություններ կա, բայց հաղթահարում եմ։ Առողջական խնդիրներ այդ ընթացքում ունեցա, բայց հաղթահարում եմ։ Այդ հենց ասեմ, երկու կյանքով եմ ապրում։ Դավիթի Գոհարի հետ, հիմա Գոհար, Դավիթ, Տիգրան։ Իրանց գոյությունը արդեն քո առօրյան ամբողջապես փոխում է, իրանց ամեն արածով դու ուրախանում ես։ Մեկ-մեկ մտածում եմ, որ պատերազմը չլիներ, ինչ կերպ կլիներ էլի կյանքը։ Հետո մտածում եմ, այդ դեպքում Դավիթն ու Տիգրանը չէին լինի, մի քիչ իրենց հանդեպ անարդարը ոնց որ չգիտեմ, երազում եմ, որ իրենց կյանքում նման բաներ չլինեն, որովհետև ես հիշում եմ մանկության տարիներին մենք երբեք պատերազմի մասին չենք մտածել։ Պատերազմը, որ եղել է 16 թվականի ապրիլյանն է եղել, ես այդ ժամանակ դպրոցում էի սովորում ու իմ համար պատերազմը այնքան հեռու բան էր թվում։ Անիրական, որ ֆիլմերում ենք մենակ տեսել։ Բայց հիմա չգիտեմ, այդ տեսակ մարդ կա, որ պատերազմի իր կողքով աննկատ անցել։
ճիշտ է, ծիծաղում ենք իրանց արարքների վրա, բայց մեգա քո հոգու խորքում դու տխուր ես։ Կասեմ ունեցեք, բայց եթե առողջական խնդիրներ չունեք։ Եթե առողջ եք, թող ունենան, թող բոլոր Դավիթները ծնվեն։